Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրում է. վերջին օրերին ԴՕԳ կուսակցությունը հիմք ընդունելով Լաս Վեգասում կալանքի տակ գտնվող ԴՕԳ-ի հետ իր աջակիցներից մեկի հեռախոսազրույցը հայտարարել է, որ համաձայն ԴՕԳ-ի փոխանցած տեղեկատվության վերջինս չի արտահանձնվելու Հայաստան ու դրանից հետո կուսակցությունը սկսել է այդ մեծ հաղթանակի համար շնորհավորել ինքն իրեն։ Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել, փորձենք հասկանալ։ ԴՕԳ-ի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է առաջիկա ուրբաթ ապրիլի 25-ին եւ այս ընթացքում չի կայացել որևէ դատական նիստ, որի ընթացքում պիտի արտահանձնում չլինելու մասին որոշում կայացված լիներ։ Միևնույն ժամանակ հաստատ գործը քննող դատավորը չի թակել ԴՕԳ-ի բանտախցի դուռն ու չի ասել. «Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ներեցեք ձեզ անհանգստացնելու համար, ուրախ լուր ունեմ ձեզ հաղորդելու, որոշել եմ ձեզ չարտահանձնել»։ Մնում է երկու տարբերակ. կամ ընդհանրապես սկզբից էլ արտահանձնման հարց չի եղել եւ դատական գործը վերաբերվել է միայն նրա անօրինական կեցությանն ու դրա արդյունքում հավանական արտաքսմանը, իսկ մնացյալը եղել է ԴՕԳ-ին կարեւորելու համար աղմուկ հանուն ոչնչի, կամ էլ արտահանձնման պահանջ ներկայացրած կողմն է կապվել ԴՕԳ-ի հետ ու նախօրոք տեղյակ պահել, որ հետ է վերցրել արտահանձնման դիմումն ու դրա դիմաց հստակ պահանջ դրել նրա դիմաց, հանդես գալ հայտարարությամբ, որ իր իմացած ձևով հարվածել Արցախահայության պահանջատիրությանն ու այդ կապակցությամբ ձևավորվող շարժմանը։ Իհարկե, շան պես վախեցած ԴՕԳ-ն էլ կրկին իր հավատարմությունն ապացուցելով տերերին անմիջապես ընդունել է պահանջն ու հրապարակել այդ կապակցությամբ իր կոչը։ Կոչը կարող եք կարդալ ԴՕԳ կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Ու շտապելով իր աջակիցներին ավետել է իր չարտահանձնելու մասին բարի լուրը։ Հիշեցնենք, որ Արցախահայության պահանջատիրությունը պառակտելու ստվերի տակ առնելու համար Նիկոլի իշխանության հրահանգով այս օրերին Ազատության հրապարակում ինչ-որ Կարեն Արայանի միջոցով էլ նմանատիպ աշխատանք է իրականացվում։